Սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին են խոսում ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ, սա այն դեպքն է, որ շատ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում, այնքան վստահ, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր։ ԱՄՆ փոխնախագահի օրեր առաջ հնչեցրած այս հայտարարությունն ակտիվ քննարկումների առարկա դարձավ։ Մեկի համար սա երկար սպասված դրական լուր է, մյուսի համար դատարկ խոստում, երրորդի համար Հայաստան-ԱՄՆ համագործակցության նոր որակի վկայություն եւ այլն։ Բայց նախ հասկանանք, թե ինչ կա գետնի վրա այս պահին։ Հայաստանի պաշտոնական շրջանակներն արդեն շեշտել են, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տիպի։ Մոդուլային են համարվում այն ատոմակայանները, որոնց հզորությունը 10-ից 300 մեգավատի սահմաններում են։ Ենթադրվում է, որ մեզ մոտ կառուցվելու է հենց 300-անոցը։ Ըստ մասնագետների, կառուցվածքով այն գրեթե չի տարբերվում ավելի հզորներից, օրինակ Մեծամորի ատոմակայանից, որը 400 մեգավատ հզորություն ունի։ Մոդուլայինը նախատեսված է, որ արդեն ինքը պատրաստի ամբողջական մեծ կտորներով գա ու տեղում շատ ավելի կարճ ժամանակում մոնտաժ անեն ու մտցնեն աշխատանքի մեջ։ Խաչատուր Խաչիկյանը Մեծամորի ատոմակայանի ագրեգատների իրականին առավելագույնս նման մակետների օրինակով բացատրում է բլոկային եւ մոդուլային ատոմակայանների աշխատանքի տրամաբանությունը։ Այս խողովակի մեջ դրված է վառելիքը, ուրան O2-ը, ուրանի երկօքսիդը։ Ջուրը իջնում է ներքև, մտնում է ակտիվ գոտին սա է, որ անդադար ասում ենք, ստեղ տեղում է տեղում, անցնելով, հովացնելով այս միջուկային վառելիքը վախսանումը, գալիս այս խողովակներից դուրս ագալ, գնում է շոկի գեներատոր։ Մոդուլայինների որոշների մոտ այս շոկի գեներատորը արդեն տեղադրված է նրա մեջ։ Իսկ վթարային իրավիճակների մի հատ ելակետային պատահար, ոնց որ դուրս է գալիս։ Կա հավանականություն, որ ոչ թե մեկ մոդուլային ատոմակայան կլինի, այլ մի քանիսը, բայց ավելի փոքր հզորության։ Ասենք մեկ 300 մեգավատանոցի փոխարեն 3 հատ 100 մեգավատանոց կարող է կառուցվել։ Արևային էլեկտրականների հսկայածավալ ներդրման հետևանքով ստիպված ոչ միայն ատոմական, այլ նաև ջերմային էլեկտրականները բեռնաթափում են։ Օպերատորը պարտադրում է, որպեսզի ատոմական հզորությունը իջացնի, որովհետև այդ պարագայում եթե չիջացնեն, բարձրանալու է էլեկտրական ցանցի հաճախականությունը, բարձրանալու է լարումը։ Ավելի պարզ ասած, էլեկտրական ցանցերում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկի պատճառով ստիպված են լինում չակերտավոր արգելակել ատոմակայանը։ Որոշ դեպքերում դա ծայրահեղ անցանկալի է։ Հենց այս խնդիրն են փորձելու լուծել փոքր մոդուլային ատոմակայանների միջոցով։ Երբ որ մենք ուրանը ակտիվ գոտուց իջացնում ենք ներքև, նեյտրոնների քանակը որ պակասում է, քիչ միջուկային ռեակցիա տեղի ունենում, քիչ էներգիա անջատվում։ Քիչ էներգիան բերում է, որ մենք ջուրը քիչ ենք տաքացնում, շոկը գեներատորում քիչ գոլոշ ենք արտադրում, տուրբինը ավելի քիչ գեներատորը ավելի քիչ հոսանք արտադրում։ Այսինքն ամեն անգամ երբ որ ասում են ժողովուրդ մեզ քիչ հոսանք է պետք, որովհետև արևայինները շատ են արտադրում, այս process-ը ստե կրկնվում է։ Այո։ Ու այս process-ը սահմանափակ պետք է կրկնվի։ Այո։ Հակառակ դեպքում խնդիր կառաջանա։ Այո, խնդիր առնչանալու։ Հիմա խոսք է գնում ընդհանուր 9 միլիարդ դոլարի օգնության կամ ներդրման կամ էլ վարկի մասին։ Պարզ չէ փոխանցվելիք տեխնոլոգիաների կամ գումարների կարգավիճակը։ 5 միլիարդ ենթադրենք, լավ, ամբողջությամբ Միացյալ Նահանգներն են ֆինանսավորելու, թե այլ աղբյուրներից էլ են ֆինանսավորվելու։ Իհարկե ամենամեծ ռիսկը, եթե սկսեն վարկային միջոցներ ներգրավեն եւ չկարողանան ավարտին հասնել։ Իսկ նման ռիսկ կա, քանի որ հնարավոր է հաշվարկները սխալ լինեն։ Օրինակ, որքան էլեկտրաէներգիա է պլանավորվում արտադրել նոր ատոմակայանի միջոցով, ինչ գնով է վաճառվելու այն, տարեկան որքան եկամուտ է բերելու, ինչ տոկոս է կիրառվելու վարկային միջոցների համար։ Նաև ենթադրություններ են հարկավոր կատարել, օրինակ փոխարժեքի հետ կապված ժամանակի ընթացքում մեր արժույթը կարող է ինչպես արժևորվել, այնպես էլ արժեզրկվել, ու դա բեռ կարող է դառնալ այդ կայանի համար, որովհետև ինքը իր ապրանքը վաճառելու է դրամով։ Իսկ եթե փոխարժեքի հետ կապված էլ բախները բերի, հաշվարկները կարող են սխալ դուրս գալ այլ ոլորտներում։ Հիշվող օրինակ է ազգային ավիափոխադրողի ձախողված նախագիծը, որը թերևս ավելի քիչ գիտելիք ու ռեսուրսեր պահանջում։ Կարող է որոշեն, որ 5 տարում կառուցում են, վերջը կապսի ջրամբարի օրինակով դա պարզվի, որ այդքան կարողություն, այդքան մասնագետ չկա, որ կարողանան այդ շինարարությունը ավարտել։ Կա կարծիք, որ ռուսական կամ թեկուզ չինական մոդուլային ատոմակայաններն ավելի մատչելի են եւ փորձված, քան ամերիկյանները։ Մյուս կողմից այս տիպի ատոմակայանները
Կառավարությունները նոր են մուտք գործել քաղաքացիական էներգետիկայի դաշտ, մինչև այս դրանք կիրառվել են ռազմական սուզանավերում։ Ամերիկյան տարբերակը ըստ տարածվող տեղեկությունների գործնականում չի փորձարկվել։ Ցանկալի երևույթ է, որ պարտադիր նախագծողը իր տարածքում ունենա կառուցված, շահագործված եւ շահագործման ընթացքում իհարկե եկած խնդիրները վերացնել, լուծումներ տալու ճանապարհները գտած լինի, նոր հետո ներկայիս այդ նախագիծը քո երկիր։ Հայաստանում ատոմակայանի հարցը բացի տնտեսականից նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Պատահական չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի մեծամորի ատոմակայանի փակման նպատակով համակարգված մեծարշավ են իրականացնում։ Այսօր Հարավային Կովկասում ուժային վակուում գոյություն ունի։ Նախկին ռուսական ազդեցությունը այսօր հարձականի տակ է դրված։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո պարզ է, որ Ռուսաստան այդ խորհրդային տարածքում շատ ավելի ակտիվ է լինելու եւ ռուսական ազդեցության դուրս մղելը ոչ միայն ռազմական ներկայության, մենք գիտենք, որ ունենք չէ, ռազմաբազա, այլ նաեւ տնտեսական, էներգետիկ եւ այլն բոլոր առումներով շատ ավելի դժվար է լինելու։ Այսինքն հիմա մեծ խաղատախտակի վրա խոշորները ազդեցության գոտիներ են բաժանում։ Կախված թե ում գոտում մենք կհայտնվենք, ըստ այդմ էլ կլուծվի ատոմակայանի խնդիրը։ Միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո 100% ես համոզված եմ տեղի ունենալու ազդեցության եւ շահերի գոտիների նոր վերաբաժանումներ, ինչպիսի պայմանագիրեր կնքվի, ինչպիսի բացահայտ հրապարակային կամ սֆերային համաձայնություններ, որ տեղի ունենան, այդ ամբողջը վերանայելու է։ Այդ ամբողջը կարող է եւ իրականություն դառնալ, իսկապես եթե մենք մնանք ամերիկյան ազդեցության գոտի, այդ ամեն ինչը կարող է իջիկ դառնալ, եթե Ռուսաստանը նորից հետ վերադարձավ տարածաշրջան։ Աշխարհաքաղաքական process-ների տրամաբանության մեջ է տեղավորվելու ոչ միայն կառուցվելիք ատոմակայանի տեխնոլոգիայի, այլև դրա համար նախատեսված վառելիքի մատակարարի ընտրությունը։ Ցանկացած միջուկային տեղականք նախագծող ինքը դրա համար իր միջուկային վառելիքն է համապատասխան արտադրում։ Ու դա նաև բիզնես տեսակետից գաղտնի տեղեկատվություն է։ Ու ցանկացած նախագծող, երբ որ վառելիք է տալի օգտագործողին, արտադրի պահանջ է լինում, որ արգելում է համաձայնագրի կետ ալնում, որ արգելում է այս վառելիքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել երրորդ կողմի, առանց իր թույլտվության։ Պատկերացնենք դուք գնել եք նոր ավտոմեքենա, ամփոփցան, որը աշխատում է բացառապես ինչ-որ ունիկալ տիպի բենզինով, որից կա ձեր քաղաքում ընդամենը 1 բենզալցական։ Ինչ է սա նշանակում, որ դուք ամբողջությամբ կախման մեջ եք ընկնելու այդ բենզալցականից։ Նույն տրամաբանությամբ է գրեթե աշխատում ատոմակայանը։ Խնդիրն այն է, որ ատոմակայանի կառուցումից հնարավոր չի լինելու խուսափել։ Դա Հայաստանին ցանկացած պարագայում անհրաժեշտ է լինելու։ Հարցն այստեղ ոչ միայն եւ ոչ այնքան տնտեսական շահն է, որքան նման քաղաքական գործոն ունենալու անհրաժեշտությունը։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։